Նոյեմբերի 8-ից Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսը 6-օրյա այցով գտնվում էր Հնդկաստանում։ Հայրապետին ուղեկցում էին Վրթանեզ եպիսկոպոս Աբրահամյանը, Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը, Գրիգոր Աբեղա Մինասյանը։ Սուրբ Նազարեթ եկեղեցու հոգևոր հովիվ եւ մարդասիրական ջեմարանի տեսուչ Տեր Տաճատ վարդապետ Ծատուրյանը հայրապետական պատվիրակությանը ներկայացրեց այն ձեռքբերումները, որոնք արձանագրվել են վերջին տարիների ընթացքում։ Նորին սրբությունը հանդիպումներ ունեցավ Կալկաթայի Սուրբ Նազարեթ եկեղեցու հոգաբարձուների, հայոց մարդասիրական ջեմարանի տնօրինության եւ ուսուցչական կազմի հետ։ Քննարկվեցին ջեմարանի գործունեությանն առնչվող հարցեր։ Կալկաթայի հայոց մարդասիրական ջեմարանի մուտքի մոտ երեխաները վեհափար հայրապետին դիմավորեցին թմբուկների հանդիսավոր համազարկերով, աղոհացով։ Ամենայն հայոց կաթողիկոսը ողջույնի խոսքում նշեց, որ իր համար մեծագույն ուրախություն է վերստին գտնվել հայոց մարդասիրական ջեմարանի ոգեշնչող եւ լուսավոր հարկի ներքո, տեսնել այն առաջընթացը, որ արձանագրվել է այստեղ։ Հայրապետն իր գնահատանքը հայտնեց Տաճատ վարդապետին եւ հոգաբարձուների խորհրդին ուսումնակրթական եւ շինությունների բարենորոգչական աշխատանքների առաջընթացի համար։ Ինչպես Դավիթյան նորակառույց շենքի հարկի ներքո, այնպես եւ հայոց մարդասիրական այս ջեմարանում մենք մեկ անգամ եւս հնարավորություն ունեցանք մտովի փոխադրվել պատմության խորքը եւ հաղորդ դառնալ մեր հայրերի իղձերին, երազներին, տեսիլքներին, հաղորդ դառնալ մեծանուն հայորդիների տեսիլքներին, այն անձանց, ովքեր եղել են հիմնադիրները մարդասիրական ջեմարանի եւ Դավիթյան օրիորդաց վարժարանի։ Նրանք իրենց աշխատանքով մեծ հաջողություն են արձանագրել եւ ձեռք են բերել ունևորություն, հարստություն, սակայն այդ հարստությունը նրանք դիտարկել են նաև հնարավորություն ու միջոց ազգային կյանքի շինության համար, մեր ազգի զավակների կրթության ու դաստիարակության համար, մեր ժողովրդի ապագան կերտելու այդ նվիրական տեսիլքը նաև ավանդ դարձնելու հասնող սերնդին։ 18-րդ դարավերջին եւ 19-րդ դարասկզբին հայկական դպրոցներ են գործել հնդկահայ գրեթե բոլոր համայնքներում։ 1821 թվականին հիմնադրվել է Կալկաթայի հայոց մարդասիրական ջեմարանը, որը գործում է մինչ օրս եւ հանձնված է Մայրաթոր Սուրբ Էջմիածնի հոգացությանը։ Սկզբնական շրջանում մարդասիրական ջեմարանն ունեցել է օրիորդաց բաժին իր առանձին ուսուցիչներով եւ դասասենյակներով։ Տարբեր տարիների ջեմարանին են միացել մասնավոր Գալության օրիորդաց վարժարանը եւ Սուրբ Սանդուղթ օրիորդաց դպրոցը, որոնք որոշ ժամանակ անց փակվել են։ 1949 թվականին Դավիթյան օրիորդաց տարրական վարժարանը, պահպանելով ինքնուրույնությունը, միացել է ջեմարանին եւ Արևմտյան Բենգալիայի երկրորդական կրթության խորհրդի որոշմամբ հայոց մարդասիրական ջեմարանը ճանաչվել է որպես երկսեռ դպրոց։ 1958 թվականին մարդասիրական ջեմարանը ստացել է կրթական բարձր երկրորդական հաստատության կարգավիճակ։ Կալկաթայի հայոց մարդասիրական ջեմարանը հայկական Սփյուռքի ամենաազդեցիկ կրթական հաստատություններից է եւ լուրջ դերակատարություն ունի Հնդկաստանի հայ համայնքի պահպանման գործում։ Այսօր էլ այս հնամյա կրթօջախում սովորում են Հայաստանից եւ Սփյուռքի տարբեր գաղթօջախներից ժամանած տասնյակ երեխաներ։ Նրանք ճշգրիտ եւ բնագիտական առարկաներից բացի սովորում են հայերեն, անգլերեն, հնդկերեն, ռուսերեն, համաշխարհային գրականություն եւ պատմություն։
Ուսուցիչների եւ տեսչական կազմի ցանկությունն է, որ ընտանիքներից եւ հայրենիքից հեռու ապրող այս պատանիները հայեցի դաստիարակություն ստանան, սիրեն հայրենիքը, մայրենի լեզուն, ճանաչեն հայոց մեծերին եւ հարազատ երկրի հնամյա պատմությունը։ Գարեգինի երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսն այցի ընթացքում հանդիպեց մարդասիրական ճեմարանի ղեկավարության եւ սաների հետ։ Եղավ Դավիթյան օրիորդաց վարժարանի հիմնանորոգվող կեցության մասնաշենքում, որը մի քանի ամսից դռները կբացի մարդասիրական ճեմարանում ուսանող աղջիկների առաջ։ Նրանց համար ստեղծվում են լավագույն պայմանները թե կեցության, թե կրթության համար։ 2010 թվականին փակվել է այս կենտրոնը եւ շուրջ 16 տարվա համար աշխատանք է պահանջվել, որպիսի շենքը վերակառուցվելու արտոնություն ձեռք բերվի։ Հայոց հայրապետը հատուկ միջնորդությամբ դիմել է Հնդկաստանի կառավարությանը։ Այդ գործում մեծ ներդրում է ունեցել նաև Սուրբ Նազարեթ եկեղեցու հոգաբարձուների խորհուրդը, իդեմս Տիար Սունիլ Սոբթիի եւ Տիկին Սյուզան Ռուբենի։ Նրանք հետևողական կերպով ամեն ջանքի գործ են դրել շինության վերակառուցումը հնարավոր դարձնելու համար։ Քաղցրությամբ եմ հիշում, որ այս շենքի հիմնարկեքի արարողությունը միասնաբար կատարեցինք ձեզ հետ միասին։ Լիահույս եմ, որ նաև շենքի ամբողջական բացման արարողությունը նույնպես միասին պիտի իրականացնենք։ Այս առիթով կուզեմ նաև իմ գնահատանքի խոսքը բերեմ մարդասիրական ճեմարանի տեսչին եւ Սուրբ Նազարեթ եկեղեցու հոգևոր հովվին, մեր սիրելի տաճատ Հայր Սուրբին, որ ամբողջական նվիրումով լցված է ձեզ կրթելու, դաստիարակելու, ձեզ օգտակար ծառայություն մատուցելու նվիրական գործին։ Ավելի մեծ երջանկություն հոգևորականի համար չկա, քան նվիրվել ազգի զավակների կրթության ու դաստիարակության գործին, նրանց արժանավոր զավակներ դարձնելու մեր ժողովրդի համար, մեր ազգի համար։ Վեհափար հայրապետը պատգամեց, որ սաներն ամեն ջանքի գործ դնեն, որ հաջողություններ արձանագրեն իրենց կյանքում եւ օգտակար ծառայություն բերեն մեր ժողովրդին։ Ժամանակին հայության թիվը Հնդկաստանում անցել է 40,000-ը։ Այս գաղթօջախում աննախընթաց զարգացում են ապրել հայոց լեզուն, գիրն ու գրականությունը, մշակույթը։ Երբեմնի ծաղկուն գաղութի մասին են վկայում Հնդկաստանի տարածքում կառուցված եկեղեցիները, աղոթատների շուրջ պահպանված տապանակարերն ու հուշագրությունները։ Այսօր քիչ թե շատ հայաշունչ է Կալկաթա քաղաքը հայկական 3 եկեղեցիներով, 204-ամյա մարդասիրական ճեմարանով եւ փոքրաթիվ հայությամբ։ Հայ-հնդկական առնչությունների մասին տեղեկությունները թվագրվում են 4-ից 5-րդ դարեր։ Առաջին հայ համայնքները կազմավորվել են 15-ից 16-րդ դարերից սկսյալ։ Համայնքները եղել են ազգային եկեղեցական եւ ենթարկվել են ամենայն հայոց կաթողիկոսությանը։ Առաջին հայկական եկեղեցին Հնդկաստանում կառուցվել է Մադրասում 1547 թվականին։ 18-րդ դարասկզբին Մադրասի, Կալկաթայի, Բոմբեի հայ առևտրական տները լայն կապեր են հաստատել եվրոպական եւ ասիական քաղաքների, ինչպես եւ Ռուսաստանի հետ։ Նրանք ունեցել են սեփական նավեր, նույնիսկ նավահանգիստ Կալկաթայում։ Հայ ժողովրդի ազատագրական գաղափարախոսության ձևավորման գործում զգալի դեր է կատարել 1770-ականների սկզբին Մադրասում հիմնված խմբակը, որի ակնառու դեմքերն են եղել Հովսեփ Էմինը, Մովսես Բաղրամյանը, Շահամիրյանները, Հարություն Քահանա Շմավոնյանը։ Հայ մամուլի առաջնեկը ազդարարը Տեր Հարությունի ջանքերով է լույս տեսել Մադրասում։ Ներկայում Հնդկաստանում գործում է 7 հայկական եկեղեցի։ Գարեգին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսը մեծապես կարևորում է մարդասիրական ճեմարանի դերը Հնդկաստանում գոյություն ունեցող հայկական ժառանգության պահպանման եւ շենացման գործում։ Հայրապետի տեսլականներից է Հնդկաստանի հայ համայնքային կյանքի վերազարթոնքը։ Նորին սրբությունը մաղթեց երիտասարդներին, որ նախնիների օրինակով օգտակար ծառայություն մատուցեն հայ ժողովրդին, տեր կանգնեն նախնյաց ժառանգությանը եւ երազանքներին։